Հուլիսի 18-ին Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների գործով հայտնել էին, որ առաջինը նախաքննական մարմինը կալանավորել է պարագլուխ Արմեն Օհանյանին։ Բանն այն է, որ Էրեբունի կրակոցների գործով կազմակերպիչ ներկայումս կալանավորված Արմեն Օհանյանը նախկինում անցել է ևս մեկ քրեական գործով։ Մեզ հայտնի դարձավ, որ նա փոխել է ազգանունը եւ ներկայումս ներկայանում է Օհանյան ազգանունով, սակայն իր ազգանունը Մարտիրոսյան է։ Եվ այսպես 2009 թվականին Արմեն Մարտիրոսյանին, Կարեն Կարապետյանին եւ Պետրոս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, որ ավազակություններ կատարելու դիտավորությամբ ապօրինին մուտք գործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպառնալիքներ տալով ավազակություններ են կատարել Երևան քաղաքում 3 տների բնակիչների ուղղությամբ։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի նախաքննության փուլում տրված ցուցմունքների 2009 թվականի նոյեմբերի 9-ին հորաքրոջ որդի Կարեն Կարապետյանին առաջարկել է զենքի գործադրմամբ հարձակումներ կատարել քաղաքացիների վրա եւ գումար հափշտակել, ապա այն բաժանել միմյանց մեջ։ Արդյունքում վերջիններս մուտք են գործել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 3 շենքի 44 բնակարան եւ տանտիրոջից պահանջել են գումար, ինչպես նաեւ ոսկյա զարդեր։ Արդյունքում ստանալով 645 ԱՄՆ դոլար եւ ոսկյա արծաթե զարդեր, արծաթե հուշանվերներ, հասարակ մետաղի զարդեր եւ ժամացույցներ վերջիններս փախել են։ Իսկ վերջում հափշտակված գումարները հավասարապես կիսել են միմյանց մեջ, իսկ ոսկե զարդերը մնացել են Կարենի մոտ իրացնելու նպատակով։ Այս արարքի համար Արմեն Մարտիրոսյանին կամ, ինչպես արդեն նշեցինք, Էրեբունի կրակոցների գործով կալանավորված Արմեն Օհանյանի նկատմամբ վերջնական պատիժը նշանակվել է 9 տարի ժամկետով։ Եվ ահա 16 տարի անց նա իրավապահների տեսադաշտում հայտնվեց Էրեբունի կրակոցների գործով եւ ինչպես իրավապահ մարմինների մեր աղբյուրներն են նշում, նա ըստ էության Էրեբունի կրակոցների կազմակերպիչն ու պարագլուխն է։ Ինչով կավարտի այս պատմությունը կհետևենք քննության ընթացքին։